Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Բարի երեկո Նայինա, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Մինչ համենալը ես մի հարց ունեմ ձեզ։ Ինչ է դրված ձեր դիտանցքի վերևում եւ ինչու է այն թարս։ Այն թարս չէ, սա նոր տարվա խաղալիքների համար է։ Հասկացա, լավ։ Իզուր չէր որ ասացի բարի երեկո, որովհետեւ մենք ձեզ բավականին ուշ ենք հյուրընկալվել։ Այո։ Ինչով է պայմանավորված դա զբաղված էիք մինչ այդ։ Այո, ես դասեր ունեի, ինչ այս պահը, եւ դասերս չուզեցի հետաձգեմ։ Այո։ Համար այս ժամին եք եկել։ Հասկացա։ Ինչ դասերի մասին է խոսքը։ Մի փոքր կներկայացնեք։ Անգլերենի եւ ռուսերենի։ Օնլայն թե Օնլայն դասեր, այո։ ներկա գտնվելով։ Չէ, օնլայն դասեր միայն։ Դա ձեր հնարած, այսպես ասած, մեթոդիկան է, թե հարուստ փորձի։ Օնլայն դասերը։ Չէ, ընդհանրապես այն դասավանդման ձևը, որը որ դուք դասավանդում եք։ Ինձ թվում է յուրաքանչյուր մասնագետի դասավանդման ձևը ինչ որ չափով հնարած է եւ ամեն մարդ ավելացնում է իր կողմից ինչ որ հմտություններ, տեխնիկաներ, այնպես որ կարելի ասել, որ այո, հնարած է։ Սկսենք ամենասկզբից։ Սկսենք։ Որտեղ եք ծնվել, որտեղ եք մեծացել, ինչ կրթություն եք ստացել եւ ինչպես եք դարձել այն մասնագետը, որը որ դարձել եք։ Շատ լավ հարց է։ Ես ծնվել եմ Ռուսաստանում, Կրասնոդարում եմ ծնվել։ Այստեղ տեղափոխվել եմ, երբ 9 տարեկան էի, տեղափոխվել ենք միանգամից Երևան։ Ստացել եմ 3-4 լավ 3 բարձրագույն կրթություն ունեմ կարմիր դիպլոմներով։ Ահա, այստեղ։ Հա, այստեղ Սլավոնական համալսարանն եմ ավարտել, Սլավոնական համալսարանի մագիստրատուրան, Երևանի պետական համալսարանը, մանկավարժական կրթություն եմ ստացել, ինչպես նաև սոցիալաշխատողի կրթություն ունեմ։ Ինչի սոցիալաշխատողի։ Եվ այսպես եւ դասավանդում եմ արդեն մոտավորապես 13 տարի։ 13 տարի դասավանդում եք ինչ։ Անգլերեն եւ ռուսերեն, բայց հիմնականում անգլերենի պահանջարկը, քանի որ ավելի շատ է անգլերեն։ Հասցրեցիք որպես ուսուցչուհի, որպես դասախոս հանդես գալ, թե միանգամից օնլայն տիրույթը ձեզ գրավեց։ Հասցրեցի, հա, ես երկար տարիներ, եթե ավելի ճիշտ լինենք, աշխատել եմ քոլեջում պետական, 7 տարի աշխատել եմ որպես ռուսերենի դասախոս, ռուսերենի մասնագետ եւ բավականին հետաքրքիր փորձ էր։ Ինչպես նաև բավականին շնորհակալ եմ այդ փորձի համար, որովհետև ամեն դեպքում անկախ պետական կառույցներում աշխատելու թերություններից ինքը քեզ ձևավորում է որպես մասնագետ, որպես մարդ, ով կարողանում է կոլեկտիվի հետ շփվել, շատ հետաքրքիր փորձ եմ ունեցել իրականում։ Նայինա կխնդրեմ չմոռանաք, թե որտեղ խոսակցությունը կանգ առա, որովհետև ես պետք է խնդրեմ մի պահ դադարեցնենք նկարահանումը, դրսից եկող աղմուկը բավականին շատ է։ Փակենք պատուհանը, հետո նոր շարունակենք։ Կարելի է։ Շնորհակալություն։ Պատուհանը փակեցինք, շնորհակալություն, որ թույլ տվեցիք։ Հիմա շարունակենք խոսել ձեր գործունեության մասին։ Որ քոլեջում եք դասավանդում։ Երկրորդ տնտեսագիտական քոլեջում պետական։ Հաղորդումը կոչվում է «Չէին սպասում» եւ մենք որոշել ենք բացահայտել ձեզ, ինչպես նաեւ ձեր բնակարանը։ Որքան ժամանակ է որ այստեղ եք ապրում։ 2 օր։ Չեմ հավատում, 2 օր։ Հա։ Ձերն է բնակարանը։ Վարձով է։ Հասկացա։ Կարելի է հնչեցնել որտեղ ենք գտնվում, որովհետեւ աղմուկը իրենը կարծես թե անում էր։ Թումանյան փողոցի վրա ենք գտնվում։ Ինչու ընտրեցիք այս հատվածը, որովհետեւ այլ աշխատանքներ։ Հասկացա, ես վստահ եմ, որ մենք այլևս չենք հնչեցնի տարատեսակ գովազդներ, բայց ինչև է։ Ձեր գործունեությունը կենտրոնի հետ կապված է, թե կապված չէ։ Չէ, ուղղակի ես միշտ ուզել եմ կենտրոնում ապրեմ, իրականում սուրճի պարունակություն արկայությունը ինձ համար շատ կարևոր է, որովհետև ինչպես ինձ թվում է բոլոր անգլերենի մասնագետները, լեզվի մասնագետները մենք սուրճից կախվածություն ունենք։ Այդպես դրա համար որոշեցի, որ կենտրոնում երաժշտությունը իհարկե ձեզ խանգարեց, բայց ինձ շատ հաճելի է։ Դրա համար էստեղ ընտրեցի։ Լավ, վերադառնանք որպես ուսուցիչ կոչմանը, որովհետև դա շատ լուրջ կոչում է եւ յուրաքանչյուրին չէ, որ տրվում է այդ հնարավորությունը որպես լավ
մասնագետ հանդես գալու։ Դուք ձեզ ինչպիսի ուսուցիչ եք համարում եւ ձեր աշակերտները, ուսանողները ձեզ ինչպիսին են համարում։ Շատ հետաքրքիր հարց է, շնորհակալ եմ շատ այս հարցի համար։ Ես մտածում եի այս հարցի շուրջ այս վերջերս եւ երբ որ նոր էի սկսել կարիերաս, ես ավելի շատ հոգեբան ուսուցիչ էի ու ինձ միշտ աշակերտներս ասում էին, նույնիսկ մեծահասակները, այսինքն ես հիմնականում շատ քիչ եմ երեխաների հետ աշխատել, երևի թե սկզբի մոտ 2-3 տարին, հետո արդեն անցա մեծահասակների հետ աշխատելուն ու ինձ միշտ գալիս էին ասում են դու ոնց որ մեր հոգեբանը լինես, ոչ միայն մեր ուսուցիչը։ Ես շատ շոյվում էի այդ փաստից ու ինձ շատ դուր էր գալիս որ ես նաև իրենց հոգեբան եմ, իրենք ինձ վստահում են, ինչ որ անձնական բաներով են կիսում ինձ հետ, բայց հետո ինչ որ պահ եկավ ինձ մոտ, որ ես հասկացա, որ շատ հոգեբան լինելը աշակերտի համար ինքը այդքան ճիշտ չի, որովհետև դու արդեն սկսում ես հատել այդ սահմանը աշակերտի եւ ուսուցիչ, եւ իհարկե ինձ մոտ մինչեւ հիմա էմպաթիան շատ է զարգացած, բայց այս պահին ես ավելի շատ ոչ թե հոգեբան ուսուցիչ եմ, այլ sense ժամանակակից ռուսերեն բառասեմ պրովոդնիկ եմ դեպի անգլերենի աշխարհ, հա, ուղեկցորդ, ահա, այսինքն ես հիմա ավելի շատ կենտրոնանում եմ, որ կապեմ ակադեմիական անգլերենը, գրքային անգլերենը իրական անգլերենի հետ, այն ինչը որ իրականում են խոսում եւ այս տեսակով ինձ ավելի եմ դուր գալիս։ Հոգեբան ուսուցիչ ասացիք, դա մեզ բոլորիս հայտնի դասչանենք խոսանքի մասին է։ Չէ, դասչանենք, մի քիչ խոսենք, մի քիչ էլ դաս անենք։ Այդպես, հա։ Խիստ եք։ Ինձ պետք է որ արդյունք լինի, չեմ կարող ասել որ խիստ եմ, այսպես խեղդում եմ, եթե տնային օրինակ չեն անում պայմանական, բայց ինձ համար կարևոր է որ արդյունավետ լինի դասընթացը եւ պատասխանատվորեն վերաբերվեն դասին, այսինքն գալ պրոստը անգլերեն սովորել, որովհետեւ ուղղակի ուզում է դասերին վերաբերվել որպես ուղղակի ժամանց, այդպես ես չեմ սիրում եւ դրա համար չեմ էլ վերցնում նմանատիպ աշակերտների, անպայման փորձնական դաս եմ անում, հարցազրույց եմ անում եւ երևի թե եթե դա խստություն է, երևի մի փոքր խիստ եմ, բայց դասերի ժամանակ բավականին անմիջական եմ կարծում, բայց պահանջում եմ նաեւ։ Որքան է տևում մեկ դասընթացի կուրսը, այսինքն 0-ից մինչև անգլերենի իմացություն ուսումնառության ընթացքը որքան է։ Հարցերից է ինչքան ժամանակում կսովորեմ, հա։ Ինչքան ժամանակում են սովորում, ոչ թե ինչքան ժամանակում կսովորեմ։ Դե տեսեք, այստեղ շատ ստանդարտ կլիշե պատասխան եմ տալու, ամեն ինչը շատ ինդիվիդուալ է, որովհետև իսկապես այդպես է։ Կախված է աշակերտի հիշողությունից նախ եւ առաջ, եթե հիշողությունը լավ չի զարգացած, դա կարա տևի մի փոքր ավելի երկար։ Սովորաբար կա սանդղակ, որը Քեմբրիջով եւ Օքսֆորդով եթե մենք վերցնում ենք, ամեն մի մակարդակը տևում է 6-ից 8 ամիս։ Բայց դա իհարկե կախված է թե դու շաբաթական քանի ժամ ես պարապում, թե դու ինչքանով ես ինքդ մտնում այդ process-ի մեջ, որովհետեւ շատ ժամանակ դեպքեր են լինում, որ Instagram-ով տեսնում են, որ ահա, այս են մանուշակագույն էջի դասատունը, ասենց ասեմ, ինձ միշտ տենց են ճանաչում են մանուշակագույն էջը դուք եք, միշտ ասում հայերեն մանուշակագույն էջն եմ։ Եթե իր մոտ սովորենք, դասերը վերցնենք, միանգամից всё կսովորենք, ասենց քո վրա են հույսը դնում, բայց շատ կարևոր է որ մարդը ինքնուրույն ներդրում ունենա այդ process-ի մեջ։ Գույնի ընտրությունը իդեպ ինչով է պայմանավորված։ Գույնի ընտրությունը, ասեմ, երբ որ ես նոր էի բացում, տեսնում էի, որ կան էլի անգլերենի մասնագետներ, ուսումնասիրեցի ու հասկացա, որ բոլորը Անգլիայի եւ Ամերիկայի դրոշով են իրենց էջերը այսպես ընտրել եւ ես շատ եմ սիրում տարբերվել, ինձ համար կարեւոր է, որ իմը ուրիշ լինի, բայց մտածեցի ինչ գույն կա, որ չկա ոչ մեկի մոտ ու հասկացա, որ մանուշակագույնները ընդ որում մանուշակագույն այդ տարի թրենդային գույն էր, բավականին բոլոր մանուշակագույն էին հագնում ու այդպես մանուշակագույն ընտրեցի, մնաց իմ բրենդային գույնը։ Իդեպ անմորուկը կա նաև շատ հայտնի մանուշակագույն որպես, դա դրա հետ որևէ կերպ ասոցացվում է թե ոչ։ Չէ, բայց մանուշակագույնը առհասարակ ինքը շատ հետաքրքիր գույն է, ինքը գույների խառնուրդ է եւ հետաքրքիր ինֆորմացիա կարամ տամ, որ Վիկտորիա թագուհու ժամանակ, օրինակ, այդ մանուշակագույն գույն սարքողները, այսպես ասած, այդ մարդիկ իրանք շատ շուտ էին մահանում, որովհետեւ ինքը յուրահատուկ գույն էր ու թագավորական գույն էր, միայն թագուհիները ու թագավորները կարողանում էին հագնել, ինչից էին մահանում, որովհետեւ ստանում էին ուստրիցան, չգիտեմ ոնց հայերեն։ Ես էլ չեմ կարողանա հիմա մտաբերել։ Մի խոսքով ծովամթերքից էին ստանում ու այդ հոտը, այդ ծովամթերքի երբ որ իրեն թմրեցնում էին, ահա որ սարսափելի հոտ էր, այդպես շատ դժվար էր մանուշակագույնը ստանալ, այնպես որ ինքը թագավորական գույն է։ Ձեր ամենասիրելի խումբը Deep Purple-ն է։ Չէ։ Չէ։ Չէ։
Լավ։ Դուք խոսեցիք տարատեսակ սերունդների մասին եւ ասացիք, որ տարբեր ներկայացուցիչների հետ եք շփվում։ Ավելի շատ ձեզ մոտ ուսանում են տարիքով մեծ մարդիկ, ովքեր ժամանակի ընթացքում չեն հասցրել սերտել լեզուն եւ հիմա ցանկություն ունեն դրանով զբաղվելու, թե փոքրերը, ովքեր ուսումնառության process-ի հետ մեկտեղ նաեւ փորձում են ունենալ լավ գիտելիքներ լեզվի առումով։ Ավելի շատ ես մեծահասակների հետ եմ աշխատում։ Ես ճիշտ չեմ համարում, որ մասնագետը, այսպես ասած, բազմապրոֆիլային լինի, եւ կարծում եմ, որ պետք է նեղ ուղղվածություն ունենաս, որովհետեւ օրինակ երեխաների հետ աշխատել ինքը այդքան հեշտ չի, ինչքան պատկերացնում են սովորաբար, ասում են դե լավ երեխային ինչ ես անում, 2 հատ տառ ես սովորում, բայց այդպես չի ընդհանրապես, պետք է մասնագիտանալ, հասկանալ մանկական հոգեբանությունը, դա լրիվ այլ ճյուղ է, դրա համար ես մասնագիտացված եմ հենց մեծահասակների հետ աշխատելու վրա, մեծահասակ ասելով դեռահաս տարիքից մինչև 100 եւ Ունեք 100 տարեկան ուսանողներ։ Չունեմ, բայց ունեցել եմ 60-70 տարեկան ուսանողներ, հրաշալի սովորում են։ Քանի որ շփվել եք նաև կրտսեր սերնդի հետ, ուզում եմ հասկանալ ձեր տպավորությունները ինչպիսին են, եկող սերունդը մեզ կգերազանցի, թե հայրեր եւ որդիներ խնդիրը միշտ էլ առկա է լինելու։ Հայրեր եւ որդիներ խնդիրը միշտ է իհարկե լինելու, բայց միանշանակ կարծում եմ, որ նրանք մեզ գերազանցելու են, ես հիանում եմ այս սերնդով։ Ես իրենցից սովորում եմ ու դա ես նկատել եմ հենց քոլեջում դասավանդելու տարիքից, որովհետև ես աշխատում եմ այդտեղ հենց դեռահասների հետ։ Իրենք շատ նպատակասլաց են, իրենք ուզում են սովորել։ Ես չգիտեմ ինչքան էլ որ բողոքում են, ասում են այս սերունդը սերունդ չի, ինձ թվում է հենց այս սերունդն է սերունդ, որովհետև բոլորը ուզում են սովորեն, բոլորը ուզում են զարգանալ, ընդունվել լավ համալսարաններ, հետ գան այստեղ իրենց գիտելիքը կիրառեն։ Բավականին ինձ թվում է հայրենասեր սերունդ է նաև։ Ես հիանում եմ, միանշանակ մեզ շատ լավ ապագա է սպասում այս սերնդի հետ կարծում, չնայած իհարկե վատ դեպքեր ամեն ինչում կարող են լինել, բայց գյուղ չկա, որ չորքոտանի չլինի։ Հասկացա։ Նայինա, ձեր անվան մասին կպատմեք, շատ հազվադեպ անուն է եւ առաջին անգամ եմ հանդիպում, ես այսպեսի կենթանի շփման մեջ առաջին անգամ եմ հանդիպում մարդ, ով կրում է այդ անունը։ Ինձ միշտ հարցնում են անձնագրովել է Նայինա, ես միշտ զարմանում եմ այդ հարցից, այո, անձնագրովել է Նայինա։ Անվանս մասին կպատմեմ, որ երբ որ մայրիկս ինձ սպասում էր, մեր դվայուրոդնի կարծես քույրիկս գնացել էր բախտնայողի մոտ։ Եվ իրեն ասացին Մոգական պատմություն կա այս անվան մեջ։ Եվ իրեն ասացին, որ ձեր ընտանիքում կա մղիկին, երիտասարդ, ով աղջիկ է ունենալու, ու այդ ժամանակ մայրիկս ուզում էր իմ անունը Մարիա դներ։ Ու ասացին, եթե Մ տառով դնեն անունը այդ երեխային, նա կմահանա։ Բնականաբար մայրիկս ճուզեցավ բախտը փորձի եւ հրաժարվեց այդ մտքից, չնայած շատ էր ուզում դներ հենց Մարիա, բայց հետո որ ինձ ունեցավ, այսպես գիրք էին բերում ծննդատանը անունների եւ հենց այդ անունը հենց տեսավ, ընտրեց Նայինա անունը, որի համար ես շատ ուրախ եմ, շատ սիրում եք ձեր անունը։ Շատ, հա։ Շատ տարբերվող, շատ գեղեցիկ անուն է իդեպ։ Որ գիտեմ, որ միանշանակ երկրորդ Նայինա չկա, ինձ դուր է գալիս դա, տեսեք, էլի տարբերվելու մանուշակագույնի հետ Իսկ ինչ է նշանակում Նայինա։ Նայինա նշանակում է անմեղ, հին հրեական անուն է։ Նիվիննը։ Անմեղ։ Իսկ դուք սնահավատ եք, հասկացանք, որ մայրիկը հավատացել է որոշակիորեն։ Ինձ թվում է դա հասկանալի է։ Չնայած այնպեսի բանով են վախեցրել, որ Հա, նույնիսկ եթե սնահավատել չլինես, ինձ թվում է ռիսկի չես դիմի։ Դնեմ, տեսնեմ։ Ամեն դեպքում դուք սնահավատ եք, հավատում եք գուշակներին։ Չէ, ես ընդհանրապես սնահավատ չեմ։ Ես հավատում եմ, որ ճակատագրի ինչ որ գործոն կա, բաներ կան, որոնք իսկապես միգուցե մեզ ինչ որի վերուստ գալիս է եւ պատահում է մեր հետ, բայց սնահավատ չեմ։ Հիմնականում մենք ենք ընտրում, այսինքն մեզ ինչ որ մի բան գալիս է եւ ընտրությունը մենք ենք կատարում։ Արդեն մեզանից է կախված ճիշտ թե սխալ։ Լավ, համոզեցիք, ես ձեզ հետ լիովին համաձայն եմ։ Ովքեր են ապրում ձեզ հետ այս տանը։ Ես մայրիկիս հետ եմ ապրում։ Որտեղ է մայրիկը։ Մայրիկը այս պահին այստեղ չի։ Թողել է մեզ նկարահանման հրապարակում։ Այո, թողել է, որ հանգիստ նկարահանենք։ Ինչով է զբաղվում նա, նույնպես ուսուցիչ է։ Չէ, մայրիկը այս պահին վատառողջ է, դրա համար ոչ մի բանով չի զբաղվում։ Ուղղակի մայրիկ է։ Հասկացա։ Եղել են մարդիկ ձեր տոհմում որպես ուսուցիչներ, թե դուք առաջինն եք։ Այո, մորաքույրս է եղել ուսուցիչ։ Կրկին անգլերենի, ռուսերենի։ Չէ, ինքը ընդհանուր դասվար որպես այդպեսին, հա, եղել է ուսուցչուհի, բայց չեմ կարող ասել, որ իր օրինակից դրդված եմ, այսպես որոշել մասնագիտություն ընտրել։
Դուք նշեցիք, որ մասնագիտության մեջ պետք է լինել շատ նեղ ուղղվածությամբ, բայց միաժամանակ դուք նաև ծավալում եք որպես անգլերենի եւ ռուսերենի դասավանդող գործունեություն։ Դե խնդրեմ, հիմա այդ նեղությունների տարբերությունների մասին խոսենք։ Իմ դեպքում ինձ թվում է, ինձ չի թվում, այլ ես միանշանակ կարողանում եմ երկու լեզուն հավասար դասավանդել, ինչի որովհետև ռուսերենը իմ առաջին լեզուն է, այսինքն չեմ ասի մայրենի, որովհետև բնականաբար ես հայ եմ, բայց խոսել եմ առաջին միտքս եղել է ռուսերեն, կարդացել եմ ռուսերեն գրականություն, ես ռուսերեն եմ մտածում, երևի իմ խոսքի մեջ երբեմն նաև նկատվում է, որ դեռևս ոչ ի պատիվ ձեզ հրաշալի է եւ ռուսերեն ասեմ մոլոդեց ձեզ։ Սպասիբա։ Դրա համար ես կարողանում եմ, որովհետև դա իմ մայրենի լեզուն է, ես շատ լավ տիրապետում եմ քերականությանը եւ երկու լեզուն հավասար կարողանում եմ դասավանդել։ Իրականում նույնիսկ անգլերեն ավելի հասուն տարիքում եմ սովորել, այդպես։ Նեղուղղվածության մասին ես արդեն ասացի, խոսքս վերաբերվում է, թե դու ինչ թիրախային խմբերի հետ ես աշխատում։ Երեխաների հետ արդեն, ինչպես նշեցի, լրիվ այլ աշխատանք է, մեծահասակի հետ այլ աշխատանք է, IT անգլերեն լրիվ այլ աշխատանք է, IELTS, TOEFL պարապել լրիվ այլ աշխատանք է եւ ցանկալի է, որ մի փոքր ավելի նեղ լինի շրջանակը, որ ամեն ինչով չզբաղվես եւ արդյունքում որակը չտուժի։ Տունը քանի որ ձեզ չի պատկանում, ես չեմ կարող խոսել դիզայնի մասին, վերանորոգման մասին կամ նկարների մասին, ինչպես հասկացա դրանք ձերը, չէ՞։ Հուսամ արդեն։ Այ հենց դրան էի ցանկանում անդրադառնալ։ Ինչպիսի տուն եք երազում, մեծ եւ անսահման անծայրածիր, թե փոքր, բայց հարմարավետ, ջերմ տաքուկ տուն։ Չէ, փոքր, հարմարավետ, ջերմ, լուսավոր, ամենակարևորը։ Որ հատվածում քաղաքի, միգուցե քաղաքից դուրս։ Կենտրոնում, Կոմիտաս, չէ, քաղաքից դուրս ես ամբողջ կյանքս ապրել եմ քաղաքում ու ապրել եմ sense աղմկոտ տեղերում։ Ու տարօրինակություն ունեմ երևի, որովհետև երբ որ աղմուկ չի լինում, ես չեմ կարողանում քնել։ Իսկ հոգեբանները ինչ են ասում։ Հոգեբանները ոչինչ, ինձ թվում է ուղղակի սովորել եմ։ Դրա համար պետք է լինի ինչ-որ աղմկոտ տեղ։ Այսինքն ամեն դեպքում ցանկանում եք ունենալ ձեր տունը կրկին քաղաքի կենտրոնում։ Առաջ է գալիս հաջորդ հարցը։ Հեշտ կկարողանաք ձեռք բերել բնակարան, ինչու, որովհետև արդյոք թանկ է ձեզ մոտ ուսանելը, թե ոչ։ Թանկ ասելը մի քիչ հարաբերական է, մեկ ասեն հարցից խուսափում եմ։ Ինչպես բոլորը։ Այո, չէ, անկեղծ կպատասխանեմ։ Յուրաքանչյուր մասնագետի վարձատրությունը կախված է իր փորձից եւ մասնագիտական հմտություններից։ Բնականաբար, երբ որ դու սկսնակ մասնագետ ես, երբ որ ես նոր էի սկսել 5000 դրամով էի պարապում։ Դա 13 տարի առաջ էր, գները նախ այդպիսինն էին եւ նոր էի սկսել, ես երեխաների հետ էի աշխատում։ Բնականաբար, երբ որ դու մասնակցում ես շատ վերապատրաստումների, երբ որ դու ներդրում ես անում ֆինանսական քո կրթության մեջ, այսինքն ես պետական կրթություններ ունեմ, բայց ես միայն դրանով երբեք չեմ սահմանափակվում։ Ես գրեթե 6 ամիսը մեկ կարելի ասել վերապատրաստվում եմ։ Եվ դա գումարով է։ Բնականաբար դրանից արդեն կախված է, թե դու ինչ որակ ես տալիս եւ ինչքանով է արդեն քո դասընթացների գինը։ Չեմ ասի, որ ինձ մոտ ամենաթանկ դասընթացներն են, որովհետեւ ես միշտ անկեղծ ասած խղճով եմ վերաբերվում, մտածում եմ, որ մարդը ամեն դեպքում պետք է կարողանա վճարի դրա համար, բայց այնպես չի, որ ամենամատչելի։ Ես միջին սեգմենտում եմ, այսպես կասեմ։ Եթե փորձենք առարկայացնել, ցանկացած իր կամ ցանկացած ծառայություն ունի իր գնահառաչարկը, բայց իրայինինը շատ պարզ է, կա ծախսված ռեսուրս եւ դրա արդյունքում առաջանում է գնագոյացումը։ Իսկ ձեր առաջարկի դեպքում գնագոյացումը ինչի արդյունքում է առաջանում։ Դե ասացի, փորձից ելնելով, այսինքն դուք եք որոշում, ոչ թե մոնիթորինգի արդյունքում կան մարդիկ, ովքեր զբաղվում են։ Ես մոնիթորինգ անում, բնականաբար, կան մարդիկ, ովքեր զբաղվում են այդ ամենով, թե դուք եք ձեզ համար։ Երբ որ դու անհատ դասավանդող ես, ես անհատ դասավանդող եմ, դու կարող ես շուկան մոնիթորինգ անել եւ քո փորձի հիման վրա արդեն ինքդ որոշել գինը։ Դա շատ հաճելի է, բայց պետք է adekvat գին ամեն դեպքում որոշես։ Լավ։ Մարդիկ չկան, ովքեր մոնիթորինգ են անում որպես այդպեսին։ 3 գիրք խորհուրդ կտաք մեզ դիտող մարդկանց, որպեսզի նրանք լինեն ավելի կրթված։ Խորհուրդ կտամ։ Մայստերը Մարգարիտայից Վարպետը եւ Մարգարիտան։ Մարգարիտայից կսկսեմ, բայց բոլորին խորհուրդ չեմ տա, ուղղակի իրեն նշում եմ որպես իմ ամենասիրելի գիրք։ Անպայման ընթերցեք Հալեթ Հոսեյնի բոլոր իր գրքերը։ Ես կարծում եմ, որ ինքը ժամանակակից գրողներից լավագույնն է ինձ համար։ Եվ խորհուրդ կտամ, եթե սիրում եք դետեկտիվներ, պատմական ինչ-որ տարրերով, անպայման Դեն Բրաուն ընթերցել, ցանկալի է իհարկե օրիգինալով այդ ամեն ինչը։
Իսկ Ագաթա Քրիստիի մասին ինչ կասեք։ Ագաթա Քրիստին նույնպես շատ եմ սիրում, Sherlock Holmes դետեկտիվներից շատ լավն է, ժամանակակից սեգմենտից Dan Brown։ Բարի։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթերում է լինելու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում ԿՏՄ կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Դուք հետևում եք մեր էջերից որևէ մեկին։ Եկեք ավելի լավ է տեղափոխվենք այլ սենյակ։ Եկեք տեղափոխվենք ընդհանրապես այլ իրականություն եւ հասկանանք ովքեր են այն խաղալիքները։ Խաղալիքները։ Անունները գիտեք նրանց։ Սա Ռատատույչկն է։ Իսկ կողքինը։ Իսկ կողքինը չեմ հիշում, բայց իմ ընկերն է Ստիչն է, ճիշտ է, իմ ընկերուհին է բերել Ֆրանսիայից։ Ինքը Փարիզի սիրահար է ու շատ է ճանապարհորդում։ Այդպես ինձ միշտ խաղալիքներ է բերում։ Ստիչին սիրում եք, գիտեք, որ վերջին շրջանում շատ լայն տարածում է գտնում նա Լաբուբուի հետ միասին։ Լաբուբուի հետ միասին։ Այո։ Լաբուբուն իմ իմանալով արդեն հին նորություն է, ինչ որ ուրիշ խաղալիք կա, անունը չեմ հիշում։ Ստիչ։ Չէ։ Չէ։ Կհիշեմ ընթացքում կասեմ, բայց Լաբուբուն արդեն ակտուալ չէ։ Հա։ Իսկ Ռատատույը ինչով է պայմանավորված, որ ձեր տանն է, որովհետև ձեր սիրելի խոհարարն է նա։ Չէ, որովհետև իմ ընկերուհին է բերել։ Ընդամենը, այսինքն ձեր սիրելի հերոսը չէ։ Չէ։ Որովհետև իմ սիրելի ընկերուհին է բերել ու ինչ էլ բերեր, միանշանակ այստեղ է լինելու։ Բարի։ Մենք ձեզ կտանք հնարավորություն, որպեսզի դուք վերհիշեք նոր խաղալիքի անունը, իսկ այս պահին մեր ծրագրում կլինի կարճատև գովազդային դադար, որից հետո վերադառնալու ենք եւ շարունակենք մեր բացահայտումները։ Շատ լավ։ Բարի։ Նայինա, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա, ինչպես նաեւ մի շարք այլ համեմունքներ։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Բրավո կեցեք, սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ շատ։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ շատ։ Հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Մենք նույնպես շնորհակալ ենք եւ գտնվում ենք խոհանոցի հատվածում, չնայած այնպես չի, որ չէինք գտնվում սրանից առաջ խոհանոցի հատվածում։ Դուք ձեր զբաղվածության մեջ հասցնում եք լինել խոհանոցում որպես արարող, ոչ թե որպես սպառող։ Այո, շատ եմ հասցնում, շատ եմ լինում, որովհետեւ զարմանալի կարահնչի իմ կողմից, բայց ես շատ եմ սիրում տնական ուտելիքներ։ Իմ ամենասիրած ուտելիքը դոլման է, դոլման կամ էլ, բայց որ ես սիրում եմ իմ պատրաստած, պարտադիր ես պետք է պատրաստեմ, դրա համար ստիպված շատ եմ լինում խոհանոցում, բայց սիրում եմ։ Կա հատուկ բաղադրատոմս, որով պատրաստում եք դոլման, Այո, կա գաղտնիք, որ յուրաքանչյուր դոլմայի մեջ կարակ ես դնում, պուճուրիկ կտոր, եւ ինքը շատ հյութալի է դառնում։ Կարծում եմ մեր հանդիպումը հաջորդիվ կլինի քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում եւ մենք կվայելենք ձեր պատրաստածը։ Բայց շարունակենք տունը բացահայտել, խնդրում եմ ուղեկցեք մեզ, ուր ենք տեղափոխվում։ Տեղափոխվում ենք ննջասենյակ, որպես այդպիսին։ Հեռուստացույցի մոտ տեսնում եմ նաև խաղային սարքեր, չնայած ասացիք 2 օր է որ տեղափոխվել եք, ձերը չի։ Չի, որովհետև ես երբեք չեմ խաղում, չեմ խաղացել ոչ մի խաղ, սա իմ նշանածինն է։ Այսինքն կխոսենք նաև անձնական կյանքի մասին։ Հեռուստացույցով ինչ ֆիլմեր եք դիտում։ Հեռուստացույցով ես ֆիլմեր չեմ դիտում, ես դիտում եմ ֆիլմեր, որպես սարք դիտում եմ Netflix-ով ֆիլմեր, որովհետև ես միայն անգլերեն եմ նայում։ Ինչ տեսակի ֆիլմերն են ձեզ ավելի շատ դուր գալիս։ Մեկ-մեկ նայում եմ սերիալներ,
ամերիկյան։ Մեկ-մեկ էլ լավ ֆիլմեր եմ նայում։ Որոնք են լավ ֆիլմերը ըստ ձեզ։ 3 ֆիլմ էլ խորհուրդ տվեք մեզ դիտող մարդկանց, խնդրում եմ։ Այս պահին, քանի որ շատ եմ ծանրաբեռնված լինում, հիմնականում անկեղծ կլինեմ, ընտրությունս այն ֆիլմերի կամ սերիալների վրա է, որոնք օգնում են ուղղակի sense թուլանալ, ոչ մի ուղեղի աշխատանք որպես այդպեսին չեն պահանջում, ինչ որ թեթև բաներ։ Սերիալներ ասելով, իհարկե նկատի չունեմ Սանտա Բարբարայի նման սերիալներ, կարող եմ խորհուրդ տալ Blacklist-ը նայել, Սև ցուցակը, շատ հետաքրքիր սերիալ է, շատ եմ սիրում Friends-ը, բայց չեմ պարտադրում, իրեն ես գիտեմ, որ շատ են ասում անգլերեն բոլոր սովորողներն, ասում են Friends-ը նայի կխոսես, չեմ պարտադրում, կարող եք դանել, իրական երբ որ ես ինձ վատ եմ զգում կամ տխուր եմ, չգիտեմ, ինչ-որ ստրեսային վիճակներում, միշտ ինչ-որ մի սերիա եմ նայում Friends-ից, sense բարձրանում է տրամադրությունս, եւ որպես այդպիսին կարող եմ շատ լավ սև ու սպիտակ ֆիլմ խորհուրդ տալ, Malcolm and Marie, կներեք, որ անգլերեն եմ ասում, որտեղ անգլերեն եմ նայում։ Դե թարգմանեք հայերեն։ Անուններ են Malcolm եւ Marie։ Malcolm եւ Marie։ Ապրեք։ Շատ հետաքրքիր ֆիլմ է, շատ ջազ երաժշտություն կա մեջը, համ երաժշտությունը հետաքրքիր, երկու հերոս են ընդհանրապես խաղում, Zendaya-ն է խաղում, բայց շատ հետաքրքիր մի շնչով նայում ես, կնոջ եւ տղամարդու հարաբերությունների մասին է, ու սև ու սպիտակ։ Կասեցրեցի ձեր ընթացքը, խնդրում եմ ուղեկցեք մեզ, ուր ենք գնում։ Գնում ենք ննջասենյակ, բայց այստեղ իմ աշխատանքային տարածքն է։ Այսպես ինձ թվում է, սա ձեզ հետաքրքիր կլինի։ Դեռևս ամբողջությամբ չեմ տեղափոխվել, իհարկե, բայց առաջինը իմ գրքերն եմ բերել, ասել եմ առաջինը գրքերս եմ բերելու, մնացածը արդեն կարևոր չի։ Երկար եք պատրաստվում մնալ այստեղ, թե քանի որ կա նշանած շուտով կլինի հարսանիք եւ դուք տեղափոխվեք միասին ապրելու։ Հուսամ, որ երկար չեմ մնա։ Ունեք ցանկություն շուտ ամուսնանալու եւ տեղափոխվելու։ Բայց շուտ չեմ ամուսնանալու, մենք երկար տարիներ միասին ենք եւ իհարկե այո, ցանկություն ունեմ, արդեն պատրաստ եմ, կարծում եմ։ Նա նույնպես ուսուցիչ է, դասախոս է։ Չէ, նա բժշկական ոլորտում է աշխատում։ Լավ, հասկացա, որ չեք ուզում խոսել այլևս ծավալվել անձնականի մասին, բայց մի հարց։ Ես տեսնում եմ, որ մահճակալի վրա կա մի կոստյում։ Դա իմն է։ Եվ ինչու է դա հատուկ վերաբերմունքի արժանացել։ Որովհետև հագնելու եմ դուրս գամ։ Այսինքն մենք ձեզ արդեն կամաց սկսում ենք խանգարել, ձեր ժամանակը սահմանափակ է։ Եվ այդպես եմ դրել, որ չճմրթվի մնա իր տեղում։ Բարի։ Գրքերը, որոնք ձեր մասնագիտականն են, միայն մասնագիտական են, թե նաև կան գեղարվեստական գրականություն։ Գեղարվեստական գրականություն էլ կա, այլ իմ սիրած Հավեթ Հոսեյնի բնականաբար։ Սա էլ եմ շատ սիրում, ծաղիկներ Էլջերնանի համար, խորհուրդ եմ տալիս միանշանակ կարդալ։ Սա իմ գոլեգան է ինձ նվիրել, Շեքսպիրն է։ Սա մասնագիտական գրականություն է, որը յուրաքանչյուր մասնագետին անգլերենի խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել, իրեն տարիներով կարող ես կարդալ։ Նաև կարող եմ ասել, որ կարդում եմ երեխաների համար, այսինքն ծնողների համար նախատեսված գրականություն, բայց ինչի եմ կարդում, որովհետև այս գրականությունը կարդալով դու կարողանում ես ինքդ քեզ ավելի լավ հասկանալ, ինքդ քեզ հոգեբանորեն վերլուծել ու նաև այլ մարդկանց հետ էլ աշխատել, շատ է օգնում ու հենց Լյուդմիլային էլ շատ սիրում եմ այս հեղինակին։ Սա էլ իմ հեղինակած արդեն գրականությունն է։ Ինչ է դա իրենից ներկայացնում, կմանրամասնեք։ Սա իմ ստեղծված հեղինակային ուղեցույցն է քերականության, որը անգլերենի քերականությունը շատ պարզ է բացատրում, ամբողջ քերականությունը ներառել եմ եւ ուզում եմ ասել, որ այստեղ այսա այն ցուցանիշն է, ես այստեղից դասեր եմ անում, որ ես հենց աշխատում եմ այս ուղեցույցով եւ երբ որ հենց մասնագետ աշխատում է իր ստեղծած նյութով, այդ նշանակում որ ինքը շատ լավն է։ Սա էլ իմ ստեղծած խաղն է։ Օհո, ահա, արդեն հետաքրքիր է։ Հեղինակ եմ։ Եվ ինչ է դա իրենից ներկայացնում։ Ինքը իրենից ներկայացնում է խաղակ քարտեր։ Խաղանք։ Խաղանք։ Երկու հոգով հնարավոր է խաղալ։ 3 հոգով էլ է հնարավոր։ Իսկ 2 հոգով, որովհետև երրորդը զբաղված է, նկարում է։ 2 հոգով էլ է հնարավոր։ Սա ժամացույցն է, դա բնականաբար մանուշակագույն ժամ ենք պահում, վերցնում ենք քարտերը, եւ այստեղ անգլերենի ամենադժվար բառերն են, այն բառակապակցություններն են phrasal verb ասվածը, որը ինքը նայում ես կարդում ես, բայց ուրիշ նշանակություն ունի, էլի, մի քիչ դժվար է գուշակելը, դրա համար սրանք եմ ներառել։ Այսպես։ Եթե կարող եք խաղալ։ Եթե կա այդտեղ refrigerator բառը, ես համաձայն եմ խաղալ, եթե չկա, ապա ոչ։ Խաղաքարտերը մի բառով չեն, արտահայտություններով են։ Հասկացա։ Դե լավ, եկեք փորձենք ամեն դեպքում։ Տվեք ինձ մի որևէ խաղաքարտ։ Ես բացատրեմ, դուք գուշակեք։ Բացատրեք։
Բայց անգլերեն պետք է բացատրեմ կհասկանա։ Բացատրեք անգլերեն, Դավիթը ինձ կօգնի։ Դավիթը գիտի անգլերեն։ Դավիթը նա է։ Գիտեմ, որ Դավիթը նա է։ Okay, to create a good communication with someone. Okay, thank you so much. Շարունակենք մեր բացահայտումները։ Եվ այսպես։ Դուք գրեցիք։ Ես հաղթեցի։ Այո, դուք հաղթեցիք։ Շնորհակալություն։ Որևէ մեկի հետ ստեղծել լավ հարաբերություն։ Ճիշտ է։ Ապրեք, կարդացիք։ Ոչ, Դավիթը հուշեց ինձ։ Նա շատ բարի մարդ է։ Իսկ phrasal verb-ը կհուշի Դավիթը։ Կարծում եմ այո։ Չլսեցի Դավիթ, անկեղծ ասած, կրկնեք, խնդրում եմ, ինչ ասացիք։ Իրականում ոչ թե հարաբերություն, այլ լեզու գտնել եւ get along phrasal verb-ներ, get along with someone։ Երկար ժամանակ, հա, հարաբերությունը։ Չէ, երբ հարաբերությունը։ դու լեզու ես գտնում ինչ-որ մեկի հետ, այսինքն ձեր vibe-ը կարելի է։ Իսկ այդտեղ բացատրությունը կա։ Իհարկե, բացատրությունը համ կա, համ ռուսերեն ա թարգմանած։ На секундочку, համ հայերեն կա բացատրությունը, համ իրա Համ իրա հոմանիշներն եմ տվել ավելի բարձ։ Հասկացա։ Շատ հետաքրքիր խաղ է, կարծում եմ բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են արագ սովորել կարևոր արտահայտություններ, որտեղից գտնել այդ ամենը։ Իմ էջից։ Ձեր էջից։ Այո։ Նաև բիզնես գործունեություն եք ծավալում, արդեն ոչ որպես դասավանդող, այլ որպես խաղեր առաջարկող։ Վերջին շրջանում շատ սկսեց տարածվել սեղանի խաղերը, դուք ումից եք ոգեշնչվել, որ դուք էլ ունենաք ձեր սեփական խաղը։ Չեմ խաղը։ ոգեշնչվել, անկեղծ ասած։ Ուղղակի ես միշտ փորձում եմ գտնել այնպիսի տարբերակ, որի աշակերտին հեշտ լինի սովորելը։ Ես չեմ սիրում ծանրաբեռնել։ Այնտեղ նախկինում որ ասեցի, որ ակադեմիական անգլերենը բերում եմ իրականին եւ ես դա անում եմ իհարկե հեշտացնելով։ Նույն հեշտացնելու մասին է նաեւ իմ ուղեցույցը, որ շատ ձեռնարկներ կան, բայց ես այնքան པարզ բառերով եմ բացատրել, որ միանգամից, չգիտեմ, 5 տարեկան երեխան էլ կարա կարդա, հասկանա։ Ու ոգեշնչվում եմ հենց իրական դեպքերից, որ ոնց կարելի է դա ավելի հեշտ անել, ոնց կարելի է դա ավելի հետաքրքիր անել, որովհետև ամեն դեպքում մարդը պետք է հետաքրքրված լինի նրանով, ինչը որ սովորում է։ Ինձ թվում է դուք էլ ինձ հետ կհամաձայնեք, եթե քեզ հետաքրքիր չի, չես կարող սովորել։ Նաև մեզ վերջին շրջանում օգնում են արհեստական բանականությունը եւ հայտնի թարգմանիչ կա, դա Google Translate-ն է, ով ֆանտաստիկ, հանճարեղ կերպով է թարգմանում ամեն բան, երբեմն նույնիսկ եթե տիրապետում ես լեզվին մի փոքր, հասկանում ես, որ որևէ աղաչ չունի բուն մտքի հետ։ Իսկ դուք խոսել եք այդ թեմայի մասին, կխնդրեմ, որ դուք ինքներդ ծավալվեք։ Խոսել եմ այդ թեմասին, տեսեք, աղերս չունենալու մասին չի այստեղ խնդիրը։ Խնդիրը նրանում է, որ ինքը ուղիղ է թարգմանում միտքը, բայց մի բառի համար, ինչ որ ավելի པարզ տեքստերի համար Google Translate-ը իհարկե անփոխարինելի է, կարծում եմ դեռ երկար կլինի մեր կյանքում։ Եթե դուք ուզում եք միտքը փոխանցել, օրինակ ոնց որ ես այստեղ իդիոմներ ունեմ, հա, ինչ որ իդիոմատիկ արտահայտություններ, ցանկալի է reverse context-ից օգտվեք, բայց այստեղ ինչպես իմ hater-ներն են գրել այդ ռիլից տակ, շատ ինքը ռուսերեն է թարգմանում։ Եթե ռուսերեն չգիտեք, մի օգտվեք։ Լավ։ Ծանր եք տանում վատ մեկնաբանություններ գրողների կարծիքները։ Լավ հարց եք տալիս։ Ես այսօր ընդհանրապես կարծես թե լավ հարցեր եմ տալիս, ահագին բացվել եմ։ Հետո Սկզբում շատ էի ծանր տանում, որովհետև ինձ համար անարդար էր, ես ուղղակի չէի հասկանում ինչի համար են ինձ մարդիկ հեյթ գրում, որովհետև չեմ ասում, որ կարելի է հեյթ գրել, բայց ես ոչ մի պրովոկատիվ բան չէի անում, ես ոչ մի վուլգար բան չէի անում, այսինքն ես ուղղակի դասավանդում էի, բայց TikTok-ի սեջը այդ հեյթի պատճառով օրինակ ջնջել եմ, որովհետև կարողա դու առավոտը արթնանաս ու քեզ նենց բան գրած լինեն, անձնական նենց վիրավորանք գրեն, որ դու երկու օր դրա այդ ամեն ինչը եփես քո մեջ ու չես կարողանում այդ մարդու հետ խոսել, որովհետև ինքը ուղղակի իր էջը ջնջում եւ կորում է, այսինքն չես կարողանում պաշտպանվել։ Սկզբում շատ էի ծանր տանում իրոք հեյթը, հետո չգիտեմ, չեմ կարող հիմա ասել, որ լրիվ սովորել եմ, ինձ համար մեկ է, չեմ կարծում, որ նման մարդ կա, որ իր համար 100%-ով մեկ է, երբ որ իրան հեյթ են գրում, բայց հիմա ավելի թեթև եմ նայում, փորձում ավելի հումորով մոտենալ, հասկանում եմ, որ երևի թե կիրթ եւ լավ դաստիարակություն ստացած մարդը երբեք չի մտնի եւ տհաճ բաներ չի գրի այլ մարդուն, ում ինքը չի ճանաչում։ Ուղղակի որովհետեւ այդպես որոշել է։ Կրթության եւ դաստիարակության մասին մի փոքր ուշ կխոսենք, բայց անպայման խոսելու ենք։ Վերջին շրջանում տարատեսակ ոլորտի ներկայացուցիչներին տալիս եմ այս հարցը եւ ձեր կարծիքը ինձ նույնպես հետաքրքրում է։ Ըստ ձեզ կգա մի որևէ ժամանակ, երբ ԱԲՕ-ն, նույն ինքը արհեստական բանականությունը կսկսի փոխարինել ձեզ, մեզ։ Այս իմ ամենասիրած թեմաներից է, որի վրա դասեր եմ կառուցում աշակերտներիս հետ։ Միշտ ես եմ հարցնում, հիմա ես պետք է պատասխանեմ,
Ես կարծում եմ, որ այդպիսի ժամանակ չի գա, երբ որ մենք ընդհանրապես ամբողջովին կփոխարինվենք արհեստական բանականությամբ, որովհետև մարդը ունի հույզեր, մարդը ունի կրեատիվություն եւ մարդը ունի զրոյից արարելու կարողություն։ Դա կարծում եմ հուսամ, որ մեր սերունդը ամեն դեպքում չի տեսնի։ Եվ մեր երեխաների սերունդը, բայց պետք է լինես ճկուն եւ պետք է պատրաստ լինես արհեստական բանականության հետ աշխատելուն, այսինքն չպիտի իրենց վախենաս, պետք է մտնես, հետաքրքրասեր լինես, ուսումնասիրես եւ աշխատես։ Դեռևս կարծում եմ, որ չի փոխարին։ Չնայած վարկածներ կան, որ մի քանի միլիոն տարի անց, այսինքն վերջնական ինչպես է մեր երկիր մոլորակը երևում, որ մենք միաձուլվելու ենք արհեստական բանականությանը։ Տենց հետաքրքիր վարկած կա, բայց մենք դա չենք տեսնի երևի։ Հասկացա։ Կա ձեր կյանքում որևէ ուսուցիչ, ումից դուք ոգեշնչվել եք եւ ցանկացել եք դուք նույնպես դառնալ այդպիսին։ Սա էլ է շատ լավ հարց։ Ծափերը պետք չեն։ Երևի չեմ կարող ասել, որ ինչ-որ մի ուսուցչից ոգեշնչվել եմ։ Ես երևի հակառակից եմ եկել, այսինքն տեսել եմ վատը եւ մտածել եմ, որ ես պետքա լավը դառնամ։ Շատ հետաքրքիր բան եք ասում իդեպ, շատ հետաքրքիր, երբևէ չէի մտածել այդ ամենի մասին, որովհետև ընդհանրապես ասում են, որ այն երեխաները, ովքեր որ չեն ունեցել լավ մանկություն, մեծանում են եւ մի փոքր չար մարդիկ են դառնում, բայց շատ հետաքրքիր է, որ դուք չեմ ասում, որ վատ մանկություն եք ունեցել, բայց առհասարակ փորձել եք փոխել այդ ամենը։ Իսկ դա ամենադժվարն է։ Թույլ օրինակներ դասավանդման եւ միշտ մտածել եմ, որ սենց պետք չի։ Նկատել եմ, մտածել եմ, չէ, ես պետք է ավելի լավը դառնամ։ Քոլեջում ունեի գոլեգա, մեր պատմության դասախոսը, որ ինձ միշտ ոգեշնչում էր, բայց դե ես արդեն ուսուցիչ էի իհարկե, ու ինձ միշտ ասում էր դու ամենտեղ պետքա կարողանաս որակ ցույց տալ, ու ցանկացած նույնիսկ ամենադժվար լսարանը քո համար պետքա լինի մոտիվացիա, որ ոչ թե դու բողոքես ասես վայ այս երեխաները չեն սովորում, այլ գտնես այս երեխաներին հասնելու տարբերակը, որ իրենք քեզ լսեն։ Այդ իմ գոլեգան շատ է ինձ մոտիվացրել, բայց դե որպես ուսուցիչ ի սկզբանե որ մասնագիտություն որպես այդպեսին ասեմ ընտրել եմ, չէ, տեսել եմ վատ օրինակներ հիմնականում։ Դե բրավո ձեզ, որ որոշել եք այդ կարևոր դերը ստանձնել։ Իսկ հիմա խոսենք կրթությունից եւ դաստիարակությունից։ Ըստ ձեզ ավելի շատ կարևոր է որ մարդը լինի կիրթ, թե ավելի դաստիարակված, բայց չասեք երկուսը միասին, որովհետեւ իհարկե դա հարցերից ես էլ եմ աշակերտներիս ասում, չասեք երկուսը միասին։ Կիրթ թե դաստիարակված։ Այո։ Դաստիարակված։ Դաստիարակված։ Հա, չեմ ասում երկուսը միասին, որովհետև կրթությունը հարաբերական բան է։ Մարդը կարա շատ կարդա, մարդը կարա շատ, չգիտեմ, 10 բարձրագույն կրթություն ունենա, Օքսֆորդը ավարտած լինի, բայց լինի բնավորությամբ շատ վատ մարդ։ Դաստիարակությունը ավելի խորքային է իհարկե ամեն ինչը քո մեջ։ Եվ շատ վատ մարդը երբ ունենում է շատ լավ կրթություն, նա դառնում է հրաշալի սրիկա։ Հա։ Այնպես որ պետք է վախենալ այդ ամենից։ Իսկ լավ դաստիարակության համար ինչ որ մեթոդներ կան, որոնք դուք որպես նշել եք հոգեբան եք մոտենում նաև դասապրոցեսներին, որոնք փորձում եք դաստիարակել ձեզ այդ կրթություն անցնող մարդկանց։ Չեմ կարող այս պահին ասել, եթե այս հարցը տակ ինձ որպես օրինակ ես պատրաստ եմ ծնող լինել թե չէ, ինձ թվում է ես 100%-ով պատրաստ եմ երեխա դաստիարակելու եւ գիտեմ ոնց եմ դաստիարակելու, բայց ուսանողներիս հարցում ինձ թվում է դաստիարակում եմ իրենց հասկանալով եւ իրենց հետ ինչ որ չափով ընկեր լինելով եւ հետաքրքրություններ կիսելով, այսինքն եկեք sense ասեմ, դաստիարակում նրանով, որ ինձ միշտ հետաքրքրում է իրենք ինչով են զբաղվում, անկեղծ, ցանկացած բան, ոնց է անցել իրենց օրը, ինչ նոր գիրք են կարդում, ինձ միշտ այդ ամեն ինչը շատ sense իսրտե հետաքրքիր է, ու ինձ թվում է դա շատ լավ օրինակ է ու փոխադարձ է մեզ մոտ ստացվում։ 33,000-ից ավելի մարդ է ձեզ հետևում, եթե չեմ սխալվում։ 38 նույնիսկ։ 38,000 մարդ հետևում է ձեզ, բայց մոտավորապես այդքանն էլ չեն հետևում։ Մարդիկ մուտք գործելով ձեր էջ, ինչ կարող են գտնել բացի անգլերենի եւ ռուսերենի լավ իմացություն քարոզելուց։ Մարդիկ մուտք գործելով իմ էջ, ինձ թվում է շատ դրական, ասենց դրական է իմ էջը, ինձ թվում է, որ նայում ես, ես էլ միշտ կողքից փորձում եմ այդ
Այդ հարցն էլ եմ ինքս ինձ տալիս, այսօր հարցերը ֆանտաստիկ են։ Այսօր մենախոսություն է, ոչ թե երկխոսություն։ Ինձ թվում է շատ դրական էներգիա կարան ստանանի մեջից, որովհետև ես երբեք բացասականից չեմ խոսում, ես միշտ ամեն ինչ անում եմ ինտերակտիվ, միշտ ամեն ինչ ինձ մոտ ուրախ է եւ բացի անգլերենից եւ ռուսերենից շատ դրական էներգիա կարան ստանալ, նաեւ մոտիվացիա կարան ստանալ, որովհետև ես մարզվում եմ, երբեմն խոսում եմ դրա մասին, մարզվելու մոտիվացիա, գիրք կարդալու մոտիվացիա, կրթվելու, հետաքրքրասեր լինելու մոտիվացիա։ Եթե 10 տարի հետ գնանք, չկար այսքան շատ զարգացած ինտերնետ հարթակ, արդյոք դա ձեզ օգնեց, որպեսզի ավելի լայն տարածում գտնի այն ամենը, ինչով որ դուք զբաղվում եք, թե որակը այն աստիճանի էր, որ դա ավելի շատ նպաստեց լայն տարածմանը։ Միանշանակ Edge-ից եւ հետևորդներից ես շատ շնորհակալ եմ, որովհետեւ շատ բան է փոխվել։ 10 տարի առաջ գործում էր սարաֆանն ռադիո ասվածը, այսինքն ինչ որ մեկը մեկին խորհուրդ էր տալիս, մյուսը ասում էր՝ «Վայ, լավ մասնագետ է, գնամ իր մոտ»։ Այդպես էին բոլորը աշխատում ու կարծես թե բոլորը նորմալ աշխատում էին։ Հետո երբ որ եկավ այս ինտերնետի դարաշրջանը, ես շատ շնորհակալ եմ Image-ին, որովհետև ինքը ինձ թույլ է տալիս բացվել նաև որպես կրեատիվ մարդ, որովհետև իմ առաջին մասնագիտությունը լրագրությունն է իրականում։ Ահա։ Դա թաքցրել էի։ Հետո եմ փոխել արդեն ուղղվածությունը, եւ ես շատ եմ սիրում նկարել, ինչ որ բաներ մտածել, գաղափարների ինձ ինքը թույլ է տալիս, որ ես ինքնաարտահայտվեմ։ Երբ ես ընտրում էի մասնագիտությունս, ես ընտրեցի լրագրությունը, որովհետև ասենց դեռահասական միտք էր մոտս, որ լրագրողը փոխում է աշխարհը լուսաբաներով, ճիշտ նորություններ, կարևոր բաներ ու այդ մտքից ելնելով եմ ընտրել իրական այդ մասնագիտությունը։ Հիմա իմ edge-ը ինչ որ չափով ինձ թույլ է տալիս, որ ես աշխարհը գոնե մի փոքր փոխեմ ինձ թվում է, եւ դա շատ լավ բան է։ Մասնագիտորեն միանշանակ այս պահին կարծում եմ ցանկացած edge ունեցող մարդու հոսքը աշակերտների, այդպես անվանենք, բնականաբար Instagram-ից է գալիս, դարաշրջանից ելնելով։ Սահուն անցում կատարեցիք եւ լրագրողի մասնագիտությունը կարծես թե շրջանցեցիք, բայց մենք դրա համար ենք այստեղ։ Ինչը ձեզ չբավարարեց այդ մասնագիտության մեջ։ Ես կոտրվեցի։ Ինչու՞։ Որովհետեւ ես ուզում էի, ինչպես ասացի, ուզում էի աշխարհը փոխել, բայց ինձ չէին թողում որոշակի թեմաներով ես գրեմ։ Ես տպագրվել եմ ուսանող ժամանակ հաղորդում էի նախատեսում, որ ես էլ հաղորդում կունենամ, բայց մոտենում էի, չգիտեմ, ավագ ընկերներին, ուսուցիչներին, ասում էի, այս sense թեմա եմ վերել, այս տեղը շատ վատ բաներ են կատարվում, ուզում եմ սրա մասին գրեմ, ինձ ասում են դու չես կարա սրա մասին գրես, ուղղակի չես կարա, իրավունք չունես։ Ընտրի օրինակ գնա այգու մասին լուսաբանի, այգու բացում ինչ որ թեմաներ ինձ հետաքրքիր չեն եւ ես շատ կոտրվեցի, հասկացա, եթե ես չեմ կարողանա գրեմ նրա մասին, ինչը որ իրոք կարեւոր է եւ ինչը որ իրոք շատ մարդու կարա օգնի, ավելի լավ է ես ուղղվածությունս փոխեմ։ Անցնցում եղավ տեղափոխությունը մի մասնագիտությունից մեկ այլի։ Ես ուսանող ժամանակ, երբ որ լրագրության բակալավրիատում էի, արդեն դասավանդում էի, то есть արդեն երեխաների հետ աշխատում էի, եւ երևի թե այո, անցնցում եղավ, որովհետեւ սկսեցի ավելի շատ կենտրոնանալ դասավանդման վրա, սկսեցի մեթոդներ փնտրել, հետո ինձ չէր բավարարում են, որ ինձ ասում էին երեխայի հետ մենակ տնային արա, ես մտածում էի ոնց անեմ, որ ավելի հետաքրքիր ինչ որ մի բան գտնեմ երեխային հետաքրքր է մենակ տնային անելը, դա հետաքրքիր չէր, տնայինները արագ անում ենք, ինչ որ ավելի զվարճալի բանով էինք զբաղվում, տեքստ էինք կարդում, հետ քննարկում նույն երեխաների հետ, ինչ որ վիդեոներ էի գտնում, որ շատ դժվար էր այն ժամանակ, այդպես, ոնց ինքը անցավ էլի, միգուցե դա էլ ճակատագիրներ։ Այն դռնից այն կողմ ինչ է, մուտք գործելու ենք թե ոչ, սանհանգույց է։ Չենք գործելու, սանհանգույցը այն կողմում է, այն դռնից այն կողմ պիտի լինի գարդերոբն է։ Զգեստապահարանի հատվածը։ Այո, բայց մուտք չենք գործել։ Մուտք չենք գործում, բարի։ Մեր եթերաժամանակը կամաց ավարտվում է, ես կխնդրեմ տեղափոխվենք, բայց մի երկու հարց դեռևս մնացել է։ Ինչ եք կարծում, կգա մի ժամանակ, որ նաև կցանկանաք ձեր մասնագիտությունը կրկին փոխել։ Չէ։ Չէ։ Միանշանակ չէ։ Ես ձևափոխեմ, ուրիշ դասավանդման մեթոդներ կփնտրեմ, ուրիշ ձևով կմոտենամ մասնագիտությանը, բայց փոխել չէ։ Հասկանալի է եւ վերջին հարցը։ Ինչպես հեշտ սովորել լեզու։ Այդ լավ հարց չէր։ Որովհետեւ հեշտ ասվածը իրականում գոյություն չունի։ Բայց ես ինքս սովորել եմ լեզու, որովհետեւ եղել եմ շատ հետաքրքրասեր
իմ մոտ ամեն ինչ սկսվել է երգերից։ Ես երգեր էի լսում, ու մտածում ես Մայքլ Ջեքսոնը ինչի մասին է երգում, սպասի մի հատ գտնեմ թարգմանը, գնում էի համալսարանում, այն ժամանակ համակարգիչները մեր լայն տարածում չունեին։ Գնում էի, Google-ում էի, նայում էի ինքը ինչի մասին է երգում, այդպես սովորում էի այդ բառերը։ Այսինքն հեշտ սովորելու համար պետք է դուք ինքնուրույն անընդհատ պատրաստ լինեք աշխատելուն։ Հեշտ սովորելու մեթոդ չկա։ Լիքը բան պետք է սովորել, փորձել օգտագործել եւ անցնել առաջ եւ լինել հետաքրքրված, սիրել այն ինչով որ դու զբաղվում ես եւ սովորում ես։ Հետաքրքրություն արտնացնելու ձև կա, թե դա էլ պետք է լինի մարդու ներսում։ Հետաքրքրություն արթնացնել դու կարող ես մոտիվացնել։ Իմ դասերի ժամանակ, օրինակ, ես չեմ բացում դասագիրքը սև ու սպիտակ, ասում եմ եկեք կանոնները կարդանք, ես միշտ փորձում եմ այս թեմաներ ընտրել, ինչպես արդեն նկատեցիք հարցերից, որ հետաքրքիր լինի, որ մարդը ուզենա քննարկի, ինքն էլ ուզենա արտահայտվի, բայց դա պետք է նաև ներսից էլ լինի, որովհետև մարդիկ կան, որ իրենց ոչ մի բան չի հետաքրքրում եւ ներսից էլ պետք է այդ տարը գա էլի իմ դեպքում։ Եղել է ձեզ մոտ մի այնպիսի փորձառություն, որ մարդը իրոք իր ցանկությամբ գա ձեզ մոտ սովորելու, բայց ինչ որ պահից հասկանա, որ դա իրեն ընդհանրապես դուր չի գալիս եւ ասի շնորհակալություն, հաջողություն։ Հա, եղել են դեպքեր, որ ես եմ նկատել ու ասել եմ, որ դու ուղղակի ժամանակ ես ծախսում եւ գումար ես ծախսում, պետք չի դա քեզ։ Շնորհակալություն Նայինա հետաքրքիր զրույցի եւ բացահայտումների համար, կհանդիպենք դրան մոտ։ Շատ լավ, գնացինք դրան մոտ։ Գնացեք դրան մոտ։ Նայինա եւս մեկ անգամ շնորհակալություն, իրոք շատ հագեցած էր այսօր մեր եթերը, ես ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ եւ լիահույս եմ, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ դուք արդեն կլինեք ամուսնացած կարգավիճակում, կլինի տունը ձերը կամ ձեր ամուսնունը կամ համատեղ դա էական չէ, կարևորը ձերը կլինի եւ մենք քաղցած չենք հեռանա ձեր տնից։ Անպայման, ես եմ շնորհակալ, ձեզ լավ երեկո։ Շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными.